Շարունակում ենք ուրիշ նորությունները, հյուր ունենք եւ շատ ուրախ ենք հերթական անգամ, ուղիղ 1 տարի առաջ այսօրը եթերում մենք զրույց ենք ունեցել փաստորեն եւս շատ աչքի ընկնող կարևոր միջոցառման շուրջ եւ այսօր ֆլեյտայի Երևանյան միջազգային փառատոնի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Վարդան Վիրաբյանը հերթական անգամ մեզ կպատնի հոկտեմբերի 26-ից 30-ը Yerevan International Flute Festival 2025 միջոցառման մասին, որի շրջանակներում Հայաստան կժամանի 13 երկրներից աշխարհարչակ ֆլեյտահարներ, դասախոսներ, ուսանողներ եւ հյուրեր եւ 3 համերգ է նախատեսված եւ էլի ինչ որ բաներ կա, որ կուզենանք բարձել զրույցից։ Բարև ձեզ Վարդան, շատ հաճելի է որ այստեղ։ Բարի առավոտ։ Մեկ ակնթարթի պես 1 տարին անցավ, մեզ թվաց, որ դա այդպես մի երկար ժամանակ է, իսկ ձեզ համար հասկանում եմ առաջինից հետո ամիջապես ձեռնամուխ եղաք երկրորդ փառատոնի նախաձեռնմանը եւ ահա արդեն կանգնած ենք նախաշեմին երկրորդ միջազգային ֆլեյտայի երկրորդ միջազգային փառատոն։ Դա փաստորեն նշան է, որ 2024-ին ամեն ինչ ձեր ծրագրացի պես ընթացավ եւ նույնիսկ ավելին, քան սպասում էիք, հա, որ այսինքն ամենավառ վկայությունները, որ հաջողած էր նախորդ միջոցառումը այս տարվա կազմակերպած փառատոնն է, ես ճիշտ եմ հասկանում, թե որոշակի պարտավորություն եք զգում այնուամենայնիվ ամեն տարի ֆլեյտայի այս համաշխարհային միջազգային ֆեստիվալը իրականացնել փառատոնը։ Հաջողությունները իհարկե եղան, հետաքրքրությունը մեծ էր։ Երևակայի ասեմ հետաքրքրությունը մեծ էր ավելի Հայաստանից դուրս, քան Հայաստանում։ Դա էլ պետք է նշեմ, որ չնայած որ միտված ենք, որ Հայաստանում ավելի շատ առաջ գնանք, զարգանանք եւ այլն ներսում, բայց շատ իրապես հետաքրքրությունը շատ մեծ էր թե Եվրոպայից, թե Ռուսաստանից։ Ինչպես դա արտահայտվեց մասնակցության տեսքով։ Մասնակցությամբ, զանգերով, նամակներով, իրենց ցանկություններով մասնակցելու հաջորդ մեր փառատոններին եւ մենք երևի թե ստիպված էինք արդեն իրոք փառատոնից կարելի ասել 2 ամիս ես ուղղակի ուզում էի հանգստանալ, չխոսել փառատոնի մասին, նու հասկանում եք կազմակերպչական դժվարությունների եւ այլն այդ ամեն ինչի թոհուբոհի առաջին անգամ դա շատ բարդ էր, բայց մենք երաժիշտ ադմինիստրատոր այդ ամենը բավականին դժվար է համատեղել։ Ամեն ինչ, այո, համակարգել, իհարկե միասին էինք դա անում, համագործակցում էինք Արնո Բաբաջանյան համերգասրահի հետ, շատ հարցերում կազմակերպչական իրենք են մեծ աշխատանք կատարել, հա Նարեկ Ավագյանի հետ, Զարա Փարվանյանը ֆլեյտարուի, մի խոսքով օգնողներ իհարկե կային, բայց ծանրությունը իհարկե առաջին անգամի շատ եւ պատասխանատվությունը, քանի որ մենք անցած տարի 6 երկրներից Հայաստանն էլ հետ ունենք 6 երկրներից ներկայացուցիչներ, հա, ովքեր համերգներին, վարպետաց դասերին, դասախոսություններ կարդացին եւ ունեցանք նաեւ ֆլեյտայի ցուցահանդես, հա, որը ինքնատիպ է։ Դուք ասացիք, որ եզակի գործիքներ դա այդպիսի ցուցահանդես երբևիցե չի եղել։ Այս տարի լինելու է։ Այս տարի չէ, ցուցահանդես չի լինելու, բայց ամեն դեպքում մենք այս տարի ավելի ընդլայնվել ենք եւ կարող եմ հպարտությամբ ասել, որ ինչպես նշեցիք 13 երկրներից, հա, այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ֆրանսիան, Ռուսաստանը, Իտալիան, Շվեյցարիան, Մեծ Բրիտանիան, հա, Ֆինլանդիան, Բուլղարիան, Ղազախստանը, հա, Վրաստանն է, մենք ունենք ներկայացուցիչներ, մենք ունենք արտիստներ, այդ երկրներից մենք ունենք ուսանողներ, որոնք հատուկ օրինակ Մեծ Բրիտանիա Լոնդոնից գալու են հասնեն Հայաստան, որպեսզի վերցնեն վարպետաց դասեր, ներկա լինեն համերգներին, մենք ունենք ուղղակի հյուրեր, որոնք գալու են Ֆինլանդիայից, որպեսզի ուղղակի ներկա լինեն փառատոնին, հա, համերգներին, փառատոնի մեր 3 համերգներին, ում կընտրեն ուղղակի երաժշտասեր հասարակություն, որը իմացել է այդ մասին եւ մեծ հաճույքով գալու են Հայաստան, հատուկ փառատոնին ներկա լինելու համար։ Մենք ունենք Սոֆիայից ուսանողներ, ովքեր ներկա են լինելու։ Ռուսաստանի մասին չխոսեմ, որովհետեւ արդեն քաղաքների թիվը ես արդեն կորցրել եմ, այնքան շատ են։ Սանտ Պետերբուրգ, Մոսկվա, Կեմերովո, Նովոսիբիրսկ, Կալինինգրադ, Սոչի, շատ են քաղաքները
Եվ բոլոր այդ քաղաքներից մենք սպասում ենք ուսանողություն, այո, որոնք մեծ հաճույքով, մեծ պատրաստակամությամբ հասկանալով թե ովքեր են գալիս Հայաստան, ինչ մակարդակի աշխարհի մակարդակի ֆլեյտահարներ են գալու Հայաստան, այդ ամեն ինչ իրենք հասկանալով, իրանք գնում են ավիատոմսեր, հյուրանոցներ եւ այլն, այդ ամեն ինչը այո, որպես մասնակցեն համերգներին, դասախոսություններին, որովհետեւ այդ կարելի ասել այդպիսի հնարավորություն իհարկե Եվրոպայում շատ կա, այդպիսի ֆեստիվալներ շատ են ընթանում տարբեր քաղաքներում, աշխարհում եւս, բայց ասենք Ռուսաստանին ավելի մոտ, հա, Երևակայի Հայաստանն է, որ ավելի հեշտ է գալը, իհարկե Ռուսաստանը Սանտ Պետերբուրգը ինքը ունի իր ճկնաղ հրաշալի մի փառատոն, որը Մարինյան թատրոնն է կազմակերպում, արդեն 9 տարի գնում է այդ փառատոնը եւ աշխարհահռչակ կարելի ասել ֆլեյտայի աստվածները ներկա են եղել տարբեր տարիներին այդ ֆլեյտայի աստվածները Չէ, բայց ովքեր են հիմա ֆլեյտայի աստվածները, դա էլ բարձրանք հետաքրքիր ով է համարվում։ Օրինակ Էմանուել Պայուն գլխավոր աստվածը, որ բոլորն են ընդունում այդ փաստը, Զենիս Բուրիկով, Վալտեր Աուեր, շատ են, Վենսան Լուկան, որը գալու է մեր, դա Ֆրանսիայի Փարիզի նացիոնալ ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատարն է, որը 6 տարի շարունակ նվագել է Բերլին ֆիլհարմոնիկում, իսկ մենք լավ գիտենք, որ Բերլին ֆիլհարմոնիկից այն կողմ աշխարհում նվագախումբ չկա ուղղակի, մի խոսքով շատ մեծանուն հյուրեր են, Մարիո Բրունոն, օրինակ իտալացի ֆլեյտահարը, որը կարելի ասել ամենահանրաճանաչ, ամենագնահատված աշխարհում մրցույթներից, երևի 4-5-ից, ասենց ասեմ, որպեսզի ամենակարևոր, հա, ֆլեյտայի մրցույթներից այդ 4-5-ից ինքը 3-ում արդեն հաղթող է ճանաչվել, դա Ճապոնիայի Կոբե քաղաքում անցկացվող մրցույթն է, դա Ժենևի մրցույթն է եւ Մյունխենի ARD հայտնի մրցույթում։ Այո, անցած տարի մեծ հյուր եկավ ARD-ի հաղթողը, հենց առաջի մրցանակակիրը Ելիզավետա Իվանովան, իսկ այս տարի արդեն Մարիո Բրունոն, որը երկրորդ մրցանակի ARD-ում վերցրել Այդ հնչյուններից հյուրեր ամեն դեպքում մենք կունենանք այստեղ այս տարի։ Իրանք են, ես ում անունը հիմա նշում եմ, Մարիո Բրունո, Վենսան Լուկա, հա, ֆրանսիացին, Ղազախստանից, որ երկրորդ անգամ է գալիս, Ալմաթիի սիմֆոնիկ նվագախմբի սոլիստը, որը Փարիզի կոնսերվատորիան ավարտել է հրաշալի ուղղակի, առաջի մրցանակով, այնտեղ մրցույթային ձևով է, քննություն չկա այնտեղ, մրցույթ է, այո, այդ կարելի ասել այդ պետական քննությունը, հա, ավարտական, այնտեղ քննություն չի, այնտեղ արդեն 100-ից ավել տարի այնտեղ մրցույթի միջոցով են, եւ այնտեղ կամ առաջի տեղ, երկրորդ տեղ, երրորդ տեղ, այսպես, եւ կարող ես չստանալ նույնիսկ ավարտական այդ չստանալ Իսկ երիտասարդ անուններից Վարդան Վիրաբյանի դուստրն է, որ փայլում է համաշխարհային բեմահարթակներում, ռեկորդակիր է բազմաթիվ մրցույթների, գիտեմ, որ համեստորեն կարող եք լռել, բայց ելին արժանի է, որ խոսենք նրա մասին։ Այո, Երևակայի Էլենի հաջողություններն են ամենամեծ առհավատչան, որ մենք ունենք Հայաստանում ֆլեյտայի միջազգային փառատոն, որովհետև իրապես իր բացառիկ, աշխարհում բացառիկ, կարող եմ վստահորեն ասել, մինչև 16 տարեկանների մեջ հաստատ բացառիկ իր որակները ներշնչում են մի մեծ խանդավառություն այն բոլոր համաշխարհային մասնագետների մոտ, որոնք նույնիսկ 10 րոպե երբ որ լսում են կամ մրցույթի ժամանակ կամ վարպետաց դասերի ժամանակ, հա, տարբեր
ու չգիտեմ, բերանները բաց ասում են մենք ձեր հետ ուզում ենք ընկերություն անենք։ Ինձ մնում է ուղղակի ասեմ, դե որ ուզում եք, եկեք Հայաստան։ Հավելենք, որ հայրիկը ֆլեյտահար չէ, ունկնդիրներ գուցե մտածեն, դե հայրը ֆլեյտահար է։ Դու գերաժիշտ չեք, չէ՞։ Գերաժիշտը ջութակահար։ Հա։ Ջութակահար, օպերային ռեժիսոր, այո։ Բայց մայրիկը ֆլեյտահար է։ Այո, մայրիկը ֆլեյտահար է, մայրիկը հանդիսանում է Էլենի մայրիկը։ Այո, Էլենի ուսուցչուհին, հա, Մոսկվայի Գնեսիների անվան մասնագիտացված երաժշտական քոլեջի, դպրոց քոլեջի, այնտեղ է սովորում Էլենը, մայրիկի մոտ։ Ես կարող եմ ասել, բայց ես այնքան եմ խորացել ֆլեյտային արվեստի մեջ այս 8 տարիների ընթացքում, որ հիմա ես նույնիսկ ունեմ ուսանողներ, որոնք իմ մոտ, այո, ստաբիլ պարապում են։ Ֆլեյտան պղինձից են պատրաստում։ Ֆլեյտան հիմնական լավ ֆլեյտաների մասին եթե մենք խոսում ենք, դա արծաթ եւ ոսկի։ Այո, տարբեր արդեն չափաքանակներով, հա, ոսկին, բայց մենք ունենք նաև այն 24 կարատ մինչև, հա, հասնող այն ամենա դրա մեծ լուրջ մասնագետը Թանկարժեք գործիք է։ Այո, գործիքներ կան 100,000 եվրոյից անցնում են։ Վարդան, ասացեք խնդրեմ, գիտեք, իմ ընկալման մեջ ֆլեյտան պոզիտիվ նվագարան է, այսինքն միշտ մաժորային է, ուրախ է, այսինքն այդ անհոգ կյանքի ուղեկցող երաժշտության համար է, այսպես ասած։ Այդ օգնեք ինձ մի հատ հասկանալ, իսկ ունդ մինորային տրամադրությունների մեջ ֆլեյտան նվագվում է առասարակ թե այն միայն այդ պոզիտիվ նոտայի վրա երաժշտական գործիք է։ Ուղղակի չեմ կարողանում հիմա հիշել որևիցե ստեղծագործություն, որտեղ որ գլուք մելոդիա։ Հա, ինքը առաջին նվագը։ Հա, այդ մելամաղձոտ կամ մինորային, հա, այսպես նոտաների մեջ է նվագվում, որպես կանոն ֆլեյտան է չէ պոզիտիվի վրա է, ամենայն դեպս, չէ, սխալվելու խնդիր չկա, ինձ թվում է եւ մաժորային շատ ստեղծագործություններ կան գրված, եւ Մոցարտի մոտ եւ օրինակ Էմանուել Բախի մոտ, որ մենք այս տարի կունենանք եւ Մոցարտի կոնցերտներից համերգներին կհնչեն եւ Էմանուել Բախի 2 կոնցերտ, հա, առիթից օգտվելով ասեմ, որ այս տարի հոկտեմբերի 27-ին մեր բացման համերգը արդեն կայանալու է Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբի մասնակցությամբ, հա, գեղեցկական ղեկավարի ու գլխավոր դիրիժոր Էդվարդ Թոփչյան, որին ես շատ շնորհակալ եմ առիթից օգտվելով իմ խորին շնորհակալություն Էդվարդ Թոփչյանին, որ այս բարեկամության ձեռքը մեկնեց մեր փառատոնին եւ կարելի ասել այս իրադարձությունով մեր փառատոնը իրապես եմ ասում, փաստերով եմ խոսում, եվրոպական արդեն փառատոնների շարքում անցավ մի քանի տասնյակ փառատոններից վերև։ Այդ որոնք են չափանիշները, որ այդպես դե ունենալ ազգային ֆիլհարմոնիկի նման մակարդակի, բարձր մակարդակի նվագախումբ, որի հետ դու բացում ես քո փառատոնը, ես վստահաբար կարող եմ ասել, որ նման ճոխություն եվրոպական փառատոնները չունեն։ Նման ճոխություն կարող է իրեն թույլ տալ Մարինյան թատրոնի փառատոնը, որը եւ բացումը, եւ փակումը, եւ նույնիսկ մի քանի մեջտեղի համերգները, հա, նույնպես կատարվում են այդտեղ Գեորգիևի մեծ Մարինյան թատրոնի նման հնարավորություն ունեցող թատրոններ աշխարհում երկրորդը երևի թե չգտնենք։ Իրոք հնարավորությունների մասին եմ խոսում, շատ մեծ հնարավորություններ ունեն, թե դալիչների, թե նվագախմբի քանակի ուղակի ես մի օրինակ բերեմ, ուղղակի շտատում, ասենք իրենց 23 մենակ ֆլեյտահար ունեն, 23 Մետրոպոլիտեն օպերան Նյու Յորքի համեմատության համար ունի 7 ֆլեյտահար։ Հայաստանը ունի կարծեմ 2, եթե չեմ սխալվում 2, որտեղից լսել այո, 2 եւ երրորդը միշտ հրավիրյալ է ցավոք սրտի, այո, ցավոք սրտի Հայաստանում հազվադեպ գործիք չլինելով հանդերձ ֆլեյտան, հա, մենք չունենք այն բարձր մակարդակի
ֆլեյտահարներ, որ օրինակ նույն ազգային ֆիլհարմոնիկը, հա, իր մակարդակին համահունչ, հա, ունենա 3-րդ, 4-րդ ֆլեյտահարը։ Փաստորեն 20 տարեկանից մինչև, չգիտեմ, 65 տարեկան մենք չունենք մասնագետ այդ Գարկի կարգի։ ոչ թե ֆինանսապես ապահովել երաժիշտներին, այլ որակապես չեն գտնում համապատասխան մակարդակ։ Հիմա տեսեք, ամեն համերգին հրավիրվում է դրսից, Մոսկվայից կամ ուրիշ այլ քաղաքներից սոլիստ, հա, երկրորդ կամ երրորդ ֆլեյտայի համար կամ պիկոլոյի համար, հա, վերջապես այո, վերջապես դրա համար վճարվում է ավիատոմսեր են, հյուրանոցներ են, հոնորար է, եւ այդ ամեն ինչը կատարվում է գրեթե ամեն շաբաթ։ Այսինքն դա ֆինանսական խնդիր չի ավելի, ուղղակի չկա, գոյություն չունեն երևի այդ մակարդակի ֆլեյտահարներ, հա, որը Իսկ ինչպես կարելի է խթանել երեխաների շրջանում եւ նաեւ ծնողների, որպեսզի հետաքրքրություն առաջանա։ Այսինքն հեռանկար չեն տեսնում, միայն կամ պետք է փայլուն սոլիստ լինես, նվագախումբն էլ կարծես այդպես երկրորդական է դիտվում, որովհետեւ բոլորը ուզում են մենակատար լինել։ Նվագախմբում երկրորդական ես, չես երևում, անունդ հայտնի չէ եւ դրանով չես կարող կողմնակի եկամուտ ունենալ, հա, ֆլեյտայով։ Թեև այսօր կան հանդիսություններ կան, որտեղ որ շատ յուրօրինակ կազմով նաև ֆլեյտա է հնչում, ոչ թե կլասիկ կվարտետ է հրավիրում, այլ նաև այդպես տրիոներ, որտեղ նաև ֆլեյտա է հնչում, քանի որ ինչպես Արամը ասաց, լուսավոր եւ պոզիտիվ երանգ է բերում իր հետ։ Այդ ձեր պատկերացմամբ ինչպես կարելի է, երբ որ երեխան ուզում է գնա երաժշտական դպրոց, ֆրեյտանել մտքով անցնի, ոչ միայն դաշնամուր ջութակ կամ դհոլ։ Չէ, ես կարող եմ ասել, ինչ որ որոշակի ինֆորմացիա իհարկե ես ունեմ, ինչ է կատարվում Հայաստանում, այդ արվեստի բնագավառում, մենք քանակի խնդիր չունենք։ Այսինքն որտեղ որ գնաք, որ դպրոցել որ գնաք, հա, դպրոցներում, մասնագիտական դպրոցներում, հա, դրա պակասը չկա ֆլեյտայի։ Որակի խնդիր ունենք։ Միշտ է մասնագետ չունենք։ Ինչ դժվար է հավատալ դրան։ Գիտեք, մասնագետ միշտ էլ կան։ Մասնագետների խնդիրն էլ այն է, որ որակի խնդիր կա։ Հա, միշտ էլ կարելի է ավելի լավին ձգտելով, հա, որովհետև աշխարհը զարգանում է նաև այս բնագավառներում։ Ոչ միայն տեխնոլոգիաներն են զարգանում, թրենդներն են զարգանում, մոտեցումներն են փոխվում աշխատանքային, հա, ինչ որ ակցենտներ են երաժշտական փոխվում, այդ ամեն ինչին պետք է հետևել։ Իսկ հետևելու համար ժամանակ է պետք, հետևելու համար ցանկություն է պետք, հետևելու համար ֆինանսներ են պետք, գործուղումներ են պետք, հա, այդ ամեն ինչը դա հենց այնպես մի օր չի դառնում լավ։ Հա, դա մեծ աշխատանք է եւ Նաև այս փառատոնն է միտված, հա, ինչ որ չափով, որովհետև ինքը շատ կրթական մեծ ներուժ է իր մեջ պարունակում, որովհետև մենք այս տարի արդեն 100-ից ավել վարպետաց դասեր ենք անցկացնելու եւ մենք արդեն վաղվանից ենք սկսում։ Այսինքն մեր փառատոնը օֆիցիալ սկսվում է 26-ից, հա, օֆիցիալ թիվը, բայց մենք արդեն 24-ից կարող եմ ասել, որ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, հա, որը մեզ եւս բարեկամության օգնության ձեռք մեկնեց եւ շնորհակալություն իրենց եւս այդ գործողության համար մենք վաղվանից այո սկսում ենք մեր վարպետաց դասերը, վաղվանից արդեն Հայաստան են ժամանելու քիչ-քիչ արդեն մեր թե արտիստները, թե մասնակիցները, հա, եւ վաղվանից այո երեկոյան արդեն մենք ունենք վարպետաց դասեր եւ հագեցած 25, 26, 27, 28, 29 եւ 30։ Ես ինչ է ուզում հավելել Սուսանա Արցիկ, որպեսզի մեր հարգարժան հյուրը ավելի բացված պատասխաներ, նախ ինձ թվում է, որ ֆլեյտան շատ քիչ է օգտագործվում դասականից դուրս։ Այսինքն ժամանակակից օրինակ պոպ երաժշտությունում, եթե օրինակ շեփորահարները պայմանական կամ ջութակահարները կամ դաշնակահարները կամ գիտարահարները կոպիտ ասած կարող են այդ գիտարահարի հետ շատ է օգտագործում վերջին շրջանում բարբերը
Բարդերը շատ են օգտագործում վերջին շրջանում, վերջին մի քանի տարի ես Կարող եմ նկատել եմ, ասել, որ եւ ջազում շատ լավ հնչում է եւ ունենք հետաքրքիր Նելի Մանուկյանին այո, Նելիանը չէին կարող չտալ։ Այո, որը շատ լավ ջազային իմպրովիզացիաներ է անում ֆլեյտայի վրա։ Իր հայրիկն էլ իմիջիալոց ժամանակին եւ ֆլեյտա էր, այո, նվագում եւ սաքսոֆոնահար էր։ Կարող եմ ասել, որ այդ գեղեցիկ միջոցառումներին արֆայի հետ է շատ գեղեցիկ, շատ հրաշալի ներդաշնակություն ունեն իրար հետ այդ գործիքները։ Դասական մտածելակերպ է, դասական կարելի է դե ջութակն էլ էր ժամանակին դասական, չէ, բայց հիմա արդեն ասենք հետաքրքիր մի բան կա, ես միշտ ասում եի օրինակ որ համեմատություն ես մի հատ անցում անեմ, թեթևակի ասում եի Կարապետ Հայրապետյանը դասական գործիքը դարձրեց ժողովրդական մեր հայերի համար։ Իսկ հրեաները դարձրեցին այդպես։ Հիշեցնում է, որ ամեն դեպքում անգամ տեխնիկա էր մտցնում իմպրովիզացիաների մեջ, որ հիշեցնում է, որ ամենակատարյալ տեխնիկապես գործիքը ամեն դեպքում դա ջութակն է։ Սամվել Երգինյանը, հիշում եք Յանի հետ ելույթներ եղել է։ Ես մի բան էլ ուղղակի հավելեմ, ես թիվ 10 երաժշտական դպրոց դեմ ավարտել ջութակի գծով 7 տարի, եղբայրս է փոքր, իսկ միշտ եղբայրս ունակություններ առանձնապես չուներ, սլուխ չուներ այդքան, այն որ քննություն ես տալիս նոտաները, ակորդները, որ լա, պիտի։ Մի խոսքով նա մոտ 60 տալվեց, առաջարկեցին կամ ֆլեյտա կամ ակորդեոն։ Դե ինքը չընտրեց ոչ տանջանա։ Այսինքն այդպես է ստացվում, որ այն ժամանակներում խոսքը դե պատկերացրեք 80-ականների վերջի մասին էր, մտածում էին, եթե այդտենց սլուխ չունի, ուրեմն եթե սլուխ ուներ բացարձակ, ուրեմն ինձ մոտ լավ էր ստացվում այդ նոտաները ընկալել եւ այլն, ինձ ջութակ առաջարկեցին։ Իսկ բայց դա թյուր կարծիք է վստահ, ֆլեյտան է, չէ՞, բարձր լսողություն է, պահանջում տեխնիկա, շատ ցանկացած երաժիշտ, ցանկացած գործիք, ասենք դաշնակահարին էլ, թավջութակահարին էլ, բոլորին էլ նույն շեփորահարը, եթե լսողություն չունես, այնտեղ նույնպես ինտոնացիայի խնդիր կա եւ այլն։ Ապլիկատուրան չէ, բարդ է բավական։ Որ փողային գործիքները առանձնահատուկ առողջություն են պահանջում շնչառական առումով, որովհետեւ եթե դու նվագում ես դաշնամուր, բայց չգիտեմ, մի փոքր խնդիր ունես թոքերի հետ, թերևս հաղթահարելի է, չէ՞։ Երևակայի, ես օրինակ թոքեր առումով իստվում է ֆլեյտան առանձնապես շատ ծավալ օդի չի պահանջում ինչքան օրինակ այլ փողայինները, այստեղ ավելի շատ երևի շուրթերի ճիշտ աշխատանքն է երևի։ Չէ, այստեղ Երևակայի ամենամոտիկը վոկալին, դա ֆլեյտան է, որը արդեն ոչ թե մուշտուկ, հա, մուշտուկի միջոցով, հա, օրինակ կլարնետ, մնացած գործիքները հոբոյը, այո, իսկ ֆլեյտան քո ձայնն է, այդ քո ոնց որ օդը որ դրա համար այո մղում ես ինքը ասում են մնացածը արդեն ոնց որ այդ մուշտուկի միջոցով է այդ ձայնը ստացվում, արտաբերվում, այսինքն ինչ որ մի բանի միջոցով։ Իսկ այստեղ քո այդ միայն այդ շնչառական օդի նաև բալտորնան եւ տուբան էլ է, չէ՞, այդ շարքից, եթե չեմ սխալվում։ Չեմ կարող այդ հարցին ես չեմ մտածի, որ բարձրարվեց մեր զրույցի մեջ այդ պիպիչ բառը կօգտագործում, բայց չէ, ընդունված է ժողովրդի մոտ այդ բոլոր այդ մուշտուկները եւ բոլոր այդ անցումնային կծորտները եւ այլն փողայների պիպիչ են ասում, շատ կարճ, շատ ծավալուն բառ։ Շատ են դեպքերը, երբ երիտասարդը կամ դպրոցական ուսանողը տարված լինելով խոսում ենք ֆլեյտայի մասին, մեկնում է ուսման եւ չի վերադառնում, որովհետև ստանում է լավ առաջարկ, որովհետև հեռանկարային կարիերա է սպասում իրեն դրսում եւ նաեւ այդ պատճառով այսօր այստեղ մենք ունենք ճգնաժամ այս գործիքի երաժիշտների։ Այո, իհարկե, մարդիկ միշտ էլ իրենց կյանքում ընտրում են այնտեղ, որտեղ լավ է, որտեղ ավելի հետաքրքիր է իրենց մասնագիտության մեջ, հա, եթե դու լավ մասնագետ ես ու համերգներ չես նվագում, ասենք, հա, ում է պետք քո լավ մասնագետ լինելը, հո սարերում նվագելու համար չես սովորում,
հա, դրա համար պետք են ամեն դեպքում շուկա է պետք, հա, իսկ Հայաստանը եւ օբյեկտիվ խնդիրներ կա այստեղ եւ սուբյեկտիվ, որովհետեւ ամեն դեպքում ինչքան էլ դու լինես հրաշալի մենակատար քո երկրում, քո երկիրը շատ փոքր երկիր է եւ նու քանի հատ համերգ պետք է տաս տարվա մեջ, որ ասենք դահլիճները լցվեն, հա, 1, 2, 3, հա, առավել եկեք մենք մեր աշխարհահռչակ Սերգեյ Խաչատրյանին, ասենք կամ Նարեկ Ախնազարյանին, ասենք շաբաթը 2 անգամ համերգ տվեք։ Իհարկե մի քանի համերգ հետո դահլիճները կդատարկվեն, որովհետև դա կդառնա սովորական երևույթ, հա, դրա համար պետք է ամեն դեպքում լավի համար ամբողջ աշխարհը երբեմն չի հերիքում, որովհետև այո, դու պետք է եւ նվագես Իտալիայում, եւ Ֆրանսիայում, եւ Ճապոնիայում, եւ Հայաստանում, հա, դա նորմալ է, այդ առումով դա նորմալ է։ Դա պարտադիր է, որտեղ երբ որ վերադառնում ես, քո հայրենիքն էլ քեզ այլ կերպ է ընկալում։ Եվ այդ խնդիրը կա, այո, իհարկե, բայց ունենք նաև հակառակ մի հրաշալի օրինակներ օպերային արվեստում, հա, մենք ունենք համաշխարհային շատ լուրջ աստղեր, հա, որոնք ապրում եւ իրենց ճամպրուկը համենայն դեպս հավաքում են Երևանում, հա, ապրելով Երևանում եւ լինելով կարելի ասել ամբողջ աշխարհում, հա, բայց իրենք ապրում են Երևանում եւ սովորաբար նման դրամաչափի երաժիշտները հատկապես վոկալի երգեցողության ասպարեզում մի քաղաքում չեն ապրում Վարդան։ Կարող է հիմնական տունը այստեղ լինի, բայց նաև Եվրոպայում եւ ճամպրուկները հավաքում են Երևանում։ Իստեղ որտեղ են իրենք ավելի շատ ժամանակ անցկացնում, դա արդեն ուրիշ խնդիր է ու դա նորմալ է։ Արկել չի կարող լինել։ Այո, այդ կարգի աստղը դժվար պետք է լուրջ տնտեսագիտական ունակություններ ունես, որ հասկանաս նման փառատոն կազմակերպելը մեծ ծախսեր հետ է կապված։ Այո։ Մենք ունենք հնարավորություն հիմա շնորհակալություն ասել բոլոր այն կազմակերպություններին, անհատներին, միգուցե, որոնք որ օգնել են, նպաստել են։ Ասեք։ Շնորհակալություն ասենք ի վերջո այդ մարդկանց, ու շնորհիվ մենք կարողանում ենք Հայաստանում այս հովանավորներ չունենք։ Ոչ։ Հովանավորներ չունենք, բոլոր ռիսկերը վրա են, ֆինանսական ռիսկերը։ Իդեպ ես ներողություն մի հարց ունեի, մարդիկ ովքեր կգան վարպետաց դասերի իրենց ծախսերով, դասերը անվճար են լինելու։ Ոչ, դասերը իհարկե դա անվճար չեն կարող լինել, որովհետև այդ կարգի մասնագետներին բերել եւ ամեն ինչը դա ահռելի ծախսեր են, հա, իրենց պարունակում, իրենց մեջ եւ իհարկե, բայց ստեղծվում է հնարավորություն, որ դու քո տանը, քաղաքում, քո քաղաքում, հա, ընդունում ես, կարող ես գնալ չգիտեմ Վենսան Լուկայի նման աշխարհահռչակ մասնագետի մոտ, որը Փարիզի բարձրագույն կոնսերվատորիայի գլխավոր պրոֆեսորն է, հա, ասենք Մարիո Բրունոյի մոտ, չգիտեմ Դենիս Լուպաչովի մոտ, որը Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի դոցենտն է, հա, Մարինյան թատրոնի մենակատար, հա, նման կարգի բարձրակարգ, հա, պրոֆեսիոնալների մոտ, հա, նույն Զարա Փարվանյանը Գնեսինների անվան մասնագիտացված քոլեջի, հա, դասախոս, որը արդեն ուղղակի իր դասարանը կարող եմ փաստերով ասել, որ արդեն ամբողջ այդ Պիդեստալ, ոնց են ասում հայերեն։ Պատվանդանին, այո, առաջի, երկրորդ, երրորդ տեղերը բարձրակարգ մրցույթների մասին եմ ես խոսում։ Հա, արդեն իր դասարանում են։ Այսինքն մրցույթը գնում է իր դասարանի մեջ, իրենք թռնում են, չգիտեմ, Իտալիա, իրենք թռնում են Սանկտ Պետերբուրգ եւ այլ լուրջ կոնկուրսների եւ ամբողջ այդ պատվանդանը բերում են դասարան, կարելի ասել, ու եւս մի հետաքրքիր մի քանի օր առաջ նորություն եղավ այդ առումով, իր դասարանից 2 հոգի միանգամից անցել են Շինկունչինկի այս տարվա մրցույթին, հա, որը եւս չգրված օրենք է
հիմնականում, որ նույն դասատուի մոտից, նույն դպրոցից շատ մարդ չվերցնեն տարբեր քաղաքներից, տարբեր երկրներից եւ այլն։ Իսկ այստեղ արդեն երկու հոգի միանգամից նույն դասարանից անցնում է, դա խոսում է եւ կարող եմ ասել այնպիսի երեխաներ չանցան, եւս 2-3, հա, որ ուղղակի Այսինքն ընտրությունը շատ խիստ է։ Ես միշտ ասել եմ, ասում եմ, այդ շլկունչիկի մրցույթը քո դասարանում է գնալու, ոչ թե ամբողջ աշխարհով մեկ, որովհետև իրապես հրաշալի մի 5-6 աշակերտներ ունի, որոնք իրապես աշխարհի մակարդակով իրենց տարիքային խմբերում շատ բարդ կլինի իրենց հետ մրցելը որևիցե մեկին, որևիցե մի երկրից։ Ես սա ասում եմ, որովհետև լավ թե վատ շուկան ամբողջ Եվրոպայի գիտեմ, ծանոթ եմ, մենք շատ ենք մասնակցում, շատ ենք շրջագայում, հա, թե փառատոններ, թե մրցույթներ։ Մի խոսքով Նարեկ Ավագյանը, հա, ֆանտաստիկ կրթություն Շվեյցարիայի Ժենև քաղաքում, հա, եւ այն փորձառությունը, որը ունի ինքը եւ այն որակները, որ ունի Նարեկ Ավագյանը, դա եվրոպական մակարդակի որակներ են, դա եւս ես փաստում եմ։ Այո, մենք միասին էինք եւ նույն Երջանք Ուշանովը, հա, որի մասին խոսեցինք, Ալմաթիի սիմֆոնիկ նվագախմբի մենակատարը, Շվեյցարիայից ֆանտաստիկ Եվգենիա Շպալինգերը, որը ֆանտաստիկ դպրոց է անցել, եւ Շվեյցարիայի դպրոցը հանրահայտ Ռենգլի մոտ եւ Մարիո Կարոլի մոտ է շարունակություն ստացել իր ուսումը, մի խոսքով Լուգանոյում նրանք մի քանի այդպիսի բարձրագույն կոնսերվատորիաներ են ավարտել եւ այդ բոլոր երաժիշտները թվով կարելի ասել թվով 8-9 մասնագետ, հա, տարբեր երկրներից Իտալիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Ղազախստան, Ռուսաստան, հա, գալու են Հայաստան, այդ վարպետաց դասեր իրենք են անցկացնելու, Ձենիս Լուպաչովը նաեւ կարդալու է դասախոսություններ, հա, մենք ունենանք նաև ստեղծագործական հանդիպում, որտեղ մեր բոլոր մասնակիցները կունենան հնարավորություններ հարցեր տալու բոլոր այդ աստղերին, հա, ստանալ պատասխաններ, իրենց հետաքրքրող բոլոր հարցերին։ Բոլորը որտեղ են ընթանալու, համերգները մենք հիշեցնենք Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում, Բաբաջանյան համերգասրահում, իսկ դասընթացները տարածքային դասընթացները ես նշեցի, որ առաջի վաղվանից արդեն Ռոմանոս Մելիքյանի երաժշտական քոլեջում, իսկ ամսի 26-ից մենք տեղափոխվում ենք Արնո Բաբաջանյան համերգասրահ եւ առավոտյան ժամը 9-ից մինչեւ երևակայի 9:30-10 հա համերգներն էլ հետը հաշված, հա, մենք ունենալու ենք շատ լուրջ զբաղվածություն տարբեր տարածքներում Բաբաջանյանի հնարավոր բոլոր տարածքներում, հա, դահլիճները ներառված, սենյակներ, ամեն տեղ լինելու են ինչ որ միջոցառումներ, դասեր, դասընթացներ, հա, եւ այդ 4 օրերը շատ հագեցած են լինելու մեզ մոտ 26, 27, 28, 29, 30 առաջի կեսը, հա, եւ այդ բոլոր 100-ից ավել դասընթացները, վարպետաց դասերը ընթանալու են այդ երկու հաստատություններում, որի համար ես իրեն շատ շնորհակալ եմ, Արնո Բաբաջանյան համերգասրահը եւս այս տարի համակազմակերպիչն է մեր փառատոնի, հա, մեծ աշխատանք է կատարել եւ կատարում, իհարկե դա շատ մեծ օգնություն է եւ մեր փառատոնի ընթացքին եւ ընդհանրապես, եւ կարծում եմ, որ այսպիսի իհարկե միջոցառումները, եթե անհամեմատ կրթականի նկատի ունեմ շատ լինեն, միջազգային, իրապես միջազգային այսպիսի բարձր մակարդակի երաժիշտներով, հա, դա կլինի գիտության մեջ, դա կլինի սպորտի մեջ, դա կլինի երաժշտության մեջ, շատ կարևորում եմ եւ այսպիսի դպրոցներ, փառատոններ, կրթական ինչ որ միջոցառումների ճանապարհով գնալով պետք է մենք այդ քայլ առ քայլ փորձենք փոխել
մտածելակերպը, առաջին հերթին մտածելակերպը։ Մենք ունենք մտածելակերպի խնդիր։ Մենք այդքան գումարային խնդիրը չի մեր։ Ես տեսնում եմ այդ նույն ուսանողները, այդ նույն iPhone հեռախոսներ էլ ունեն, չգիտեմ, մեքենաներով էլ են գալիս, բայց չգիտես ինչի մենք չենք սիրում տոմս գնել, մենք չենք սիրում վարպետաց դասերին վճարել։ Մեր կրթության համար մենք չենք սիրում վճարել։ Մենք սպասում ենք, որ ինչ որ ֆոնդեր կօգնեն մեզ Փառք Աստծո, որ այս տարիներին արդեն մի քանի ֆոնդեր կան, առաջ դա չկար, մեր ժամանակներում դա էլ չկար, բայց ֆոնդերը չեն կարող երևակայի 100% վերցնել ամբողջ ծախսերը եւ ես որպես հիմա խոսում եմ որպես հայրիկ, հա, այդ նույն խնդիրները ունենալով հա եւ այդ նույն խնդիրների առաջ մենք ենք կանգնում, ասենք որպես Էլենի հայրիկ, մայրիկ, այդ ֆինանսական Եվրոպա գնալ ամեն անգամ, հա, դա մեծ ծախսերի հետ է կապված եւ մենք եւս առնչվում ենք այդ խնդիրների հետ եւ հասկանում, այո, ֆոնդը մեկ անգամ կարող է ինչ որ աջակցություն, բայց ամեն գնալուց ամեն ֆոնդ այդ հնարավորությունները իրենք էլ չունեն եւ երեխաները իրոք շատ են, հա, այլ հարց է ինչ մակարդակի են այդ շատը, հա, դա էլ է տարբեր, այդ քանակի մեջ կան եւ շատ լավերը եւ ուղղակի ասենք նորմալ զարգացած երկրներում եթե տեսնենք կան շատերը որոնք ուղղակի միջին լավ մակարդակ է դա պետք է լինի դա նոնսենս չի հա բայց ինձ թվում է որ պետք է երևի նաև տարանջատել հա այն ովքեր իրապես կարող են դառնալ համաշխարհային աստղեր իրանց հանդեպ ավելի ինձ թվում է ուշադրություն ավելի մի քիչ մեծ լինի իսկ մնացածների առումով պետք է իհարկե եւս օգնել անպայման, որովհետեւ մենք չունենք միջին։ Մենք միշտ ունեցել ենք ու ես վստահ եմ ունենալու ենք այդ համաշխարհային դեմքերը բոլոր բնակավարներում։ Բայց իրենք անհատներ են, իրենք կարող են լինել լոկոմոտիվներ։ Իրենք կարող են լոկոմոտիվներ լինել զարգացնելու մասնագետները շատ չեն լինում Վարդան անկախ երկրի մասշտաբից այո դա եմ ուզում ասեմ որ այդ կարգի համաշխարհային աստղերը ոչ միտեղ շատ չեն լինում այո բայց այստեղ խնդիրն արդեն այն մյուս միջին մակարդակը որը դրանից մի քիչ է ցածր հա այդ համաշխարհային ինչ քանակի են արդեն այստեղ մենք ունենք ահավոր մեծ բաց մենք ունենք այդ մի քանի հոգի եւ մենք ունենք ինչ որ համատարած օխրագույն վիճակ հա այնինչ այնտեղ ներուժ կա որը կարելի է բարձրացնել միանշանակ ներուժ կա դա վստահաբար եմ ես ասում ուղղակի մտածելակերպի խնդիր ունենք դասավանդման մասին միգուցե լուրջ չէ կես կատակ կես լուրջ իսկ Էլենը մայրիկի մոտ է սովորում ֆինանսական խնդիրներից ելնելով դրական եւ բացասական կողմերը ծնողի մոտ սովորելու չէ որ միշտ կարելի ասել մամ դե լավ այսօր չէ էլի արի վաղը պարապենք եւ սովորաբար ծնողը չի ուզում որքան էլ ինքը լինի աշխարհահռչակ երաժիշտ կարծես թե այդ դիսցիպլինայից ելնելով թող ուրիշի մոտ գնա գոլեգայի մոտ այնչի Էլենը պարապում է մայրիկի մոտ կարող եմ ասել դա կնոջս ցանկությունն էր առաջի հերթին իհարկե խնդիր էր դրված կամ ջութակ կամ ֆլեյտա հաղթեց ֆլեյտան եւ մաման հաղթեց էլի կամ պապայի կամ մամայի այո այդ հարցում մայրիկը հաղթեց նույնիսկ ջութակ պապիկը իր ոչ ջութակի վարպետ է եւ նույնիսկ ջութակ էր պատրաստվել որպեսի գնար ջութակի որովհետեւ պապիկն էլ էր ցանկանում ջութակի հայրիկն էլ բայց հաղթեց ֆլեյտան կարող եմ ասել ես ուրախ եմ դրա համար այդ դասի պահին մոռանում է որ պարապում է մայրիկի մոտ դա հնարավոր է չէ ամեն դեպքում դա կա որ դու ծնողներիդ հետ ես պարապում ես նույնպես ստաբիլ շատ պարապել եմ Էլենի հետ հա եւ այդտեղից սկսեց իմ հետաքրքրությունը ֆլեյտայի հանդեպ հա բայց կարող եմ ասել մեկածնողական այդ վիճակը միշտ պահպանվում է իհարկե ավելի անծանոթների հետ ավելի խաղ ես դու չես բողոքում չես քննարկում հա ծնողի հետ դա իհարկե ավելի
դժվար է այդ առումով, բայց կարող եմ ասել դա եւս համենայն դեպս մեր մոտ դա եւս մի ինչ որ ժամանակահատված էր 2-3 տարի, որ բարդ էր այդ անցումային շրջանը համենայն դեպս բարդ էր մեր համար, բայց ուրիշները որ պատմում են անտանելի է։ Մեր համար, ասենք, ուղղակի բարդ անցավ դա, բայց հիմա ինքը արդեն իր ցանկությամբ է ամեն ինչը անում, մոտենում, հարցնում, զանգում, պարապենք, ման պարապենք, ասա այս հարցում ինչ անենք, այս գործում ոնց պարապենք, հա, եւ մնացած հարցերում ինքը արդեն որպես իհարկե դեռ նոր դարձավ 15 տարեկան, բայց ինքը արդեն մենակ աշխատում է շատ ժամեր, հա, այդ ամեն ինչը մենակ է խելքի բերում, sense կարելի ասել, երաժշտությունները, ստեղծագործությունները եւ վերջում մենք արդեն ուղղակի համենայն դեպս ես իհարկե Զարայի հետ ավելի շատ ժամեր են անցկացնում երբեմն արդեն վերջնական այդ этаպում ավելի ուղղորդում ենք, որպեսզի ավելի հետաքրքիր եւ երաժշտական լինի, ինչով միշտ ինքը տարբերվել է այդ երաժշտականությամբ, խորությամբ իր նվագի, այդ հարցում միշտ ինքը ինչ-որ մի փոքր մյուս կոնկուրենտներից ամեն տեղ տարբերվում է եւ մենք սրտանց ելենին հաջողություն ենք ցանկանում, ինչպես նաեւ ձեզ, Վարդան, որովհետեւ արելի ծավալի գործ եք անում, ինչպես հասկացանք նաեւ առանց օգնողների ձեր սեփական ռիսկերով եւ ձեր միջոցներով, մի խոսքով շատ մեծ է եւ հա, մենք իսկապես ողջավորված ենք շատ ձեր օրինակով, արվեստասեր մարդու, ով նաեւ ուզում է այդ արվեստը հնարավորինս շատ լայն տարածի, հիշեցնում ենք, որ մեր հյուրն էր ֆլեյտայի Երևանյան միջազգային փառատոնի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Վարդան Վիրաբյանը, նաեւ ինֆորմացիա հոկտեմբերի 26-ից 30-ը Yerevan International Flute Festival 2025-ն է ընթանալու Երևանում, որի շրջանակում Հայաստան կժամանեն 13 երկրներից աշխարհահռչակ ֆլեյտահարներ, դասախոսներ, ուսանողներ եւ հյուրեր, կլինեն 3 համերգներ Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում, Բաբաջանյան համերգասրահում, ֆիլհարմոնիկ նվագախմբի ներգրավվածությամբ 100 եւ ավելի վարպետաց դասեր, դասախոսություններ, ստեղծագործական հանդիպումներ եւ այլն։ Մի խոսքով բաց մի թողեք։ Շնորհակալություն, որ եկաք։